Նախագահի պաշտոնում ինքնառաջադրվել եմ ես, ինձ թվում է բոլոր դիմքի ինստագրությունը հայտնի է կամ եթե հայտնի չի որոշ մարդկանց, ուղղակի գաղափարի համար եկել են, ուրեմն կարող եմ հակիրճ ներկայացնել, ծնվել եմ 83 թվականին, սովորել եմ եւ ավարտել եմ դպրոցը, ընդունվել եմ բժշկական համալսարան, ծառայել եմ պաշտպանության բանակում որպես շարքային զինվոր, ավարտելով բժշկական համալսարանը աշխատել եմ մի քանի վայրում, Ռուսկաբանության ազգային կենտրոն, որպես բժիշկ, պետական բժշկական համալսարան դասավանդել եմ շատ կարճ ժամանակ, այնուհետև եւս մի քանի աշխատանքից հետո Ռուսկաբանության ազգային կենտրոն եմ ղեկավարել։ Եվ եկել է ժամանակը, ես գտնում եմ, որ մենք անմիջական մեր մասնակցությամբ, մեր ամբողջ էներգիան ջանքի եռանդը պետք է դնենք, որպեսզի իրականում Հայաստանը լինի ոչ թե խոսքերի, այլ այն մեր երազած երկիրը, որը մենք պատկերացնում ենք։ Եվ այստեղ ամենակարևոր հարցը առաջանում է այն դեպքում, երբ որ տեսնում ես, որ դու կարող ես, քո կողքի մարդիկ կարող են, քո երկրում գտնվող բազմաթիվ ունակ մարդիկ կարող են եւ կարողանում են, բայց ղեկը կոպիտ ասած ուժեղների ձեռքում չի, իսկ յուրաքանչյուր հասարակություն, յուրաքանչյուր պետություն առաջընթացի ամենագլխավոր պայմանը, երբ որ նրանց մեջ մեզ կառավարում են մեր մեջի ուժեղները, եւ ուժը եւ ուժեղին հարգելը, ուժը ասելով ֆիզիկական ուժի մասին չի իհարկե, առաջի հերթին մարդկանց դեպքում մտավոր, դա յուրաքանչյուրի ուժեղության նշանն է, այնպես որ ես կարծում եմ, որ ես եւ այն մարդիկ, ովքեր համախմբվել են, ովքեր հավատում են առաջին հերթին մեկս մյուսին, իրենց եւ ինձ, ես էլ հավատում եմ այդ մարդկանց, մենք հնարավորություն ունենք ու անպայման այս երկրում կփոխենք, կստեղծենք մեր երազանքի Հայաստանը։ Շնորհակալություն։ Դե խնդրում եմ ուղիղ 15 րոպե, եթե շատ ենք, շատ մարդիկ կան չեն ուզում դուրս գան, կարող են դուրս չգալ, ուղիղ 15 րոպե, 15 պակաս մեր ժամանակավոր հասույց հանձնաժողովի անդամները կներկայացնեն քվեարկության ձևը, խնդրում իրական դուրս, եթե այտենց շատ կարիք չկա, դուրս չգալ, արագ այդ քվեաթերթիկները տպեն, 400 քվեաթերթիկ կա եւ ներկայացնելուց հետո, որից հետո մենք քվեարկություն կանենք, քվեարկությունից հետո մոտ կես ժամանակ ընդմիջում կանենք, որպեսզի հաշվեն, վերադառնանք ցույց տանք ովքեր են, ամփոփենք տվյալները, հաշվից հանձնաժողովը ժամանակով կամփոփի տվյալները, ավարտի խոսք ասենք եւ կիրակի օրով բոլորին հանգիստ թողենք։ Խնդրում եմ 15 պակաս բոլորը ստեղ լինենք, որ ներկայացնելուց հետո քվեարկենք։